ոստիկանության բարեվարկության եւ կարգապահական կանոնագիրք եւ հարակից օրենքների քննարկմանը երկրորդ ընթերցում հիմնական զեկուցող Արմեն Մկրտչյան, ներքին գործերի փոխնախարար, պարոն Մկրտչյան։ Շնորհակալ եմ, պարոն Քոչարյան, հարգելի գործընկերներ, ներկայացվում է Ազգային ժողովի կողմից առաջին ընթերցմամբ ընդունված ոստիկանության բարեվարկության եւ կարգապահական կանոնագիրք օրենքի եւ հարակից օրենքների նախագծերի փաթեթը։ Նշեմ, որ առաջին ընթերցումից հետո արկային մի շարք առաջարկություններ, որոնց հաշվարկմամբ նախագծերը լրամշակվել են, հակիրճ ներկայացնեմ դրանք։ Մենք դրանք պայմանականորեն բաժանել ենք 3 խմբերի։ Մասնավորապես առաջին խումբ փոփոխությունները միտված են կոռուպցիայի հակազդման արդյունավետության բարձրացմանը նպաստելուն։ Մասնավորապես առաջարկվում է ներքին գործերի նախարարության, ներքին անվտանգության եւ հակակոռուպցիոն վարչության իրավասությանը վերապահել, ստուգել ոստիկանության ծառայողների առաքինությունը, զուգահեռաբար առաքինության ստուգման կարգը սահմանելու լիազորությունները պատվիրակելով ներքին գործերի նախարարին։ Հաջորդ ներքին անվտանգության եւ հակակոռուպցիոն վարչության ծառայողների վերաբերյալ բարեվարկության ուսումնասիրության անցկացումն ու անպատասխան եզրակացության տրամադրումը վերապահել կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին, ընդ որում առաջարկվում է շեշտել, որ բարեվարկության վերաբերյալ ուսումնասիրությունն իրականացվելու է հիշել ստորաբաժանումում առաջին անգամ պաշտոնի նշանակվողների նկատմամբ նշանակումից առաջ։ Միաժամանակ ներքին գործերի նախարարը զորվում է սահմանել տեխնացուների բարեվարկության վերաբերյալ լրացված հարցաթերթիկը կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացնելու կարգը։ Երկրորդ խումբ փոփոխությունները ըստ էության միտված են ոստիկանության մի շարք առանցքային գործառույթների իրականացման հստակեցմանը։ Նշեմ, որ ոստիկանության գվարդիայի փաթեթի շրջանակներում հնարավորինս մանրամասը նկարագրվել են հարկադրանքի միջոցների գործադրման սկզբունքները, այնուամենայնիվ, քանի որ դրանց կիրառումը ենթադրում է անձի հիմնական իրավունքների միջամտություն, անհրաժեշտություն է առաջացել հարկադրանքի միջոցների կիրառման առավել մանրամասը նկարագրություն արտացոլող իրավական ակտ ունենալ եւ այդ նպատակով առաջարկում ենք ներքին գործերի նախարարին օժտել ոստիկանության ծառայողների կողմից հարկադրանքի միջոցների կիրառման ստանդարտացված գործելակարգը սահմանելու լիազորությամբ։ Այսինքն ենթաօրենսդրական ակտ ենք ունենալու, որը առավել մանրամասը նկարագրելու է այս պայմանները տարաձայնություններից հետագայում խուսափելու նպատակով քննությունների շրջանակում իհարկե առաջած տարաձայնությունների։ Սահմանադրական դատարանի որոշման պահարկի կատարման պահին քրեական պատասխանատվության տարիքի չհասած անչափահասի կողմից քրեական օրենսգրքով նախատեսված արարք կատարելու հանգամանքը համարվել է ռեաբիլիտացնող, ինչով պայմանավորված ոստիկանությունը այլևս հնարավորություն չունի այդ անչափահասներին հաշվառելու, ուստի առաջարկում ենք ոստիկանության համար ամրագրել նշված անչափահասներին եւս հաշվառելու իրավասություն նախատեսող իրավական հիմք։ Ներկայումս Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի կողմից տեղեկատվություն տրամադրելու եւ ստանալու պայմանները կանոնակարգված են կառավարության որոշմամբ, սակայն այդ որոշումը լիազորող նորմ չունի, ուստի առաջարկում ենք օրենքում ամրագրել այդպիսի լիազորող նորմ։ Երրորդ խումբ փոփոխությունները միտված են ոստիկանության փրկարար ծառայությունում մարդկային ռեսուրսների կառավարման գործընթացի լավարկմանը, մասնավորապես առաջարկում ենք առաջնորդվելով կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին օրենքի դրույթներով, դրանք են յուրաքանչյուր նախարար ինքնուրույն է ղեկավարում նախարարությանը վերապահված գործունեության ոլորտը, ինքնուրույն մշակում եւ իրականացնում է նախարարությանը վերապահված գործունեության ոլորտի քաղաքականությունը եւ այս հանգամանքից ելնելով առաջարկում ենք ոստիկանության եւ փրկարար ծառայողների ներկայացվող ֆիզիկական պատրաստականության եւ առողջական վիճակի հետ կապված պահանջները սահմանելու իրավասությունը վերապահել ներքին գործերի նախարարին։ Գործող կարգավորումներով փրկարար ծառայության եւ ճգնաժամային կառավարման կրթական ծրագրերով ներքին գործերի նախարարության կրթահամալիրում արկա ուսուցման որպես կուրսանտ կարող է ընդունվել մինչեւ 23 տարեկան քաղաքացի։ Նման սահմանափակման պայմանավորված ստեղծվում է մի իրավիճակ, երբ անձը ով իր անձնական հատկանիշներով, գործնական կարողություններով, ֆիզիկական պատրաստականությամբ եւ առողջական վիճակով կարող է կատարել փրկարարական գործառույթները, զուտ տարիքով պայմանավորված զրկվում է ընդունելությանը մասնակցելու հնարավորությունից, ինչը մեր դիտարկմամբ ողջամիտ չէ եւ մենք առաջարկում ենք այսպես սահմանափակումը վերացնել։ Առաջին ընթերցման ընդունված փաթեթով նախատեսվում էր, որ արտեստավորման արդյունքներով վճարվող հավելավճարի հետ ոստիկանության փրկարար ծառայողների համար պահպանվում են նաև լրավճարները եւ հավելումները, սակայն մեր
առավել խորքային ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ հավելավճարները արդեն իսկ լուծում են լրավճարի խնդիրը, ուստի լրավճար եզրույթը ավելորդ է եւ առաջարկում ենք այդ տերմինը հանել։ Եվ վերջում նշեմ, որ ներկայացված փոփոխություններից բացի անցումային դրույթներով նախատեսվել են այնպիսի կարգավորումներ, որպեսզի մինչև այս փաթեթը ուժի մեջ մտնելը նշանակված ծառայական քննությունները շարունակվեն նշանակման պահին գործող կարգավորումներով ընթանալ, իսկ փաթեթն ուժի մեջ մտնելուց հետո նշանակված ծառայական քննությունները կիրականացնեն արդեն նոր կարգավորումներով։ Սրանք են եղել մեր առաջարկները, կխնդրեմ ընդունել եւ դրական քվեարկել։ Շնորհակալ եմ։ Առաջին իսկ երկրորդ ընթերցման ընթացքում որևէ փոփոխություն, որևէ առաջարկ ունեցել եք։ Ազգային ժողովի կողմից չենք ունեցել գրավոր առաջարկներ, սա մեր կողմից, կառավարության կողմից իրականացված աշխատանքների արդյունքում։